Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տուն է, թեթև համալրող սենց խոնավացնող վերևը մեր մոտ ողա խցիկ է, ջերմատեսիլով խոնավաչափով ուղղակի խոնավություններ է ֆիքսում, ակտիվ հոսքեր չեմ դիտարկում, հասկանանք ինչից է։ Սա մեր վերևի հատվածը։ Փորձարկումների պրոցեսում ըստ մեր այս ցենտրիկը էլի թույլ այս վիճակով չխաղում է, այսինքն ծորակ են փոխել։ Ինքը արդեն կարող պատճառ հանդիսանալ, ստեղից ծորար, մտնելով սալիկի տակ, այսինքն խոնավաչափով ի սկզբանե ստուգելուց պատը գերխոնավեր հատակը առավել է, հասկանանք, սա է մեր խնդիրը, թե ինչքան տեղ ունի այս ցենտրիկը ձգելով, ճնշում տալով, միևնույն այստեղ ունենք արտահոսք։ Ճնշումները պահեց, այսինքն այս ցենտրիկները հանեցի, նորից փաթեթավորեցի, ճնշումները տվեցի, ճնշումները պահեց, այսինքն այլ խնդիրներ սառը տաք ջրի համակարգի մեջ չկա, անցնենք առաջ, պատվիրատուն ասում են, այլ ջեռուցման համակարգից է թեթև անկում ապրում, հասկանանք։ Ջեռուցման համակարգից նույնպես անկում չունենք, երկար ժամանակ սպասեցինք, շատ չնչին, այսինքն 0.3 ատմոսֆեր ընթացքում ընկավ, բայց մենք սենց գայքից մի թեթև խնդիր ունենք, մի խոսքով համակարգի մեջ, հատակի մեջ կորուստ չենք ունենալու։